իմ դեպքը տեղի ունեցել 24 թվականի նոյեմբերի 19-ին 550,000 Rocket Line-ով իդրամի Rocket Line-ով վարկ են ձևակերպել։ Գործողությունը իրենց հղումով անցա, իդրամ հավելվածի հղումով անցա, դե հիմա չեմ կարող ասել իրենց ներտ է fake էջ էր, որովհետև շատ նման էր իրենց էջին։ Հեռախոսահամարս հարցրեցին, հետո բան եկավ, հաղորդագրություն եկավ, որ 5 նիշանի կոդ կգա ձեզ, կհավաքեք, ձեր գաղտնաբառը գրեք, որ մուտք գործեք ձեր հավելված։ Ես գաղտնաբառս գրեցի, հետո հաղորդագրություն եկավ, որ եւս 4 նիշանի թիվ կգա ձեզ։ Մի քանի վայրկյան սպասեցի, մեջս կասկած ընկավ, թիվը չէր գալիս։ Մտա իմ իդրամ հավելված, տեսա, որ իդրամ հավելվածում արկա դրամապանակից 5000 դրամը չկար, ամիջապես զանգել եմ բանկ, օպերատորի հետ կապվեցի, ինքը ասեց, որ հենց այս պահին ձեր անունով վարկ են ձևակերպել, չնշեցին ով էր անողը, ասեցին, որ հաշվեհամարի է փոխանցվել եւ 2 անգամ քարտի վրա է փոխանցվել, ասի խնդրում եմ հենց հիմա կասեցրեք այդ ամեն ինչը, քարտս արգելափակեք, ասեցին հենց հիմա դիմեք ոստիկանություն, թե չէ ձեր հեռախոսահամարը կարող են օգտագործել եւ այլ բանկերից միլիոններով վարկ ձևակերպել։ Ես զանգել եմ ոստիկանություն, գնացել եմ ոստիկանություն հաղորդում եմ ներկայացրել, հետո հենց այդ օրը գնացել եմ քննչական կոմիտե։ Ներկայացրել եմ ամեն ինչի մասին ու գնում է քննչական վարույթում է հիմա գործը Նաիրա Նիկոյաննա, փաստորեն մեկ ամիս հետո պատահական իմ ընկերուհին ասեց, թե մտի մի հատ պատմությունը նայի, ես ասի, եթե զեղծարարություն է հնարավոր չի պատմության մեջ ինչ որ բան պահպանված լինի, բայց մտա, որովհետև ինձ ոչ մի SMS չէր եկել, որ իմանայի, որ վարկ են ձևակերպում իմ անունով։ Քնիչս մտավ իմ Gmail-ը ստուգեց, նայեց, որ սպամ էին գցել փաստորեն, որ ես չտեսնեի։ Նաիրա Նիկոյան, Նաիրա իրեն են փոխանցել, այո, հաշվեհամար, քարտի տվյալները ինձ մոտ են։ Իսկ իր մասին որևէ տվյալ ձեզ հայտնի է կարողացել։ Ինքը Գյումրի քաղաքի բնակիչ է, Սուսան ջան, իրեն ամուսնու հետ գնացել պարզել են։ Ես միջոցներով գտել եմ այն մարդուն, ում վրա, որ ում հաշվեհամարին գնացել է գումարը։ Քննիչը կանչեց իրեն, մեկ անգամ հարցաքննեց ու ճանապարհեց, մինչև հիմա ոչ մի նորություն չունեմ իրանից։ Չէ, առերեսում չի տեղի ունեցել, իմացել եմ հեռակա ձևով, ով է, խոսել եմ, որ խնդրում եմ, եւ մենք իրար չենք ճանաչում, արես հարցը մարդկային լուծում թող լինի, մարդկային լուծում չուզեց, ասեց թող քննիչ ինձ կանչի, ես կներկայանամ։ Մի տարուց ավել է արդեն։ Իրանք քաղվածքով, հա, ինքը ասում է, որ բանը լիստով ա եղել, ես իրան հարցրեցի, դու ինչ գիտես, որ լիստով ա եղել, դե ասեց ինձ շատ եմ բողոքել ես հարցերում, այսինքն ինքը տվյալ մարդը նման գործունեություն ա ծավալում, մարդը նման գործունեություն ա ծավալում, գիտի արդեն հերթականությունը, որը որից հետո է։ Եվ այդ գումարները, որոնք որ փոխանցվել են իր հաշվին, լվացվել է Binance-ի միջոցով on-line, ինքը on-line change անողը, այսպես ասեմ, լվացվել է Binance ծրագրի միջոցով։ Նույն ասեց, որ Binance-ի միջոցով է լվացվել, գցում են աջարապետ, մանր-մունր ծախսեր են անում, որ հետ կկորի չգտնեն իրենց։